Մաման չասեց 2 ժամ խաղա նստի դասերի։ Հեսա կես ժամից պրծնում եմ։ Պապուղի խաղի մեջտեղն էի։ Ոչ մի բանով չես հետաքրքրում, սաղոր ես էկրանի դեմը նստած ես։ Երբ էլ ստե չես մտածում ես, թե երբ ես տեղ հայտնվելու։ Ինչի դու մտքեր կարդալ է, գիտես։ Հեսա վզիտ կուտես։ Քանի պարապոնք ես բաց թողել։ Չեմ հաշվել, չեմ հիշում։ Այդ ամաչելով պիտի ասես, ոչ թե հպարտությամբ։ Էլի գնում ես կռիվ խաղաս։ Ամեն անգամ որտեղ գնում ես անհանգստանում եմ քեզ համար։ Տաճան, Վալերենկը կա, բան կա։ Չես կարող չէ առանց կոպտելու։ Որտեվ ամեն անգամ երբ որ պարապմունք եմ գնում, սկսում ես ուղեղս սաղացել։ Այդ անտերը, որ ոչ խելք է ունեցել, ոչ հարազատ։ Գնացել է այտենց մի բանով զբաղվի, որ գոնե փող աշխատի։ Դու ինչ ես բոքսով զբաղվում։ Դու ինքը չես։ Լավ էլի հերիքով։ Ես ուղղակի ուզում եմ քեզ պաշտպանել։ Այդ ինչից, կամ ումից։ Մի քիչ կամաց, հա, պապդ քնացա։ Ու ես քեզ խնդրում եմ։ Մի արա այտենց։ Դու քանի գնում իրան ես նմանվում։ Շուշուտ ասա չմոռանաս։ Հատուկ ես չի անում։ Մի քիչ խելքդ գլուխդ հավաքի։ Ու քո կյանքով հանգիստ ապրի, որովհետև տեսար ինչ եղավ։ Տատի ջան, որ թողես հանգիստ կապրեմ։ Լավ էլի այ բալես։ Տատի, վсё, փագա թեման հերիքա։ Ուզում էի գնար ինքը վсё գնաց։ Ես հելա ուշում։ Լայնս ախպերս, մի ժամով կոմպելի միացրով։ Ախպերս 84 դամին նստի ախպեր։ Մի ժամ։ Հա։ Ախպեր։ Սաղանգում եմ էլի անընդհատ խանգարում ես այն կանչ տես։ Իսա ինչ դեմ։ Վсё, մարս։ Ախպեր, իհարկե իմ գործը չի, բայց որ այդքան զանգում է կարող է մի բան աղել լուրջ պատասխանես։ Դե հա, բրատս, կներես, բայց քո խնդիրը չի։ Բան չասի։ Ինձ է իմն էլ որ զանգեր հիմա չէ եկալի։ Քոնն էլա դավադի տանում։ Հակառակ ախպեր։ Տարբեր են մարդկանց խնդիրները։ Սաղ կյանքը շնչից նստածն։ Ախպեր հավատա լուրջը տենց կանսա չիմանա ուր ես, ինչ ես։ Եթե այդքան զանգում է, ուրեմն իր համար մեկ չես դու։ Ինձ ոչ առանց իրանց անում, ոչ իրանց հետ նորմալ։ Ախպեր։ Ասա, պապ, տեղս հարմար չէր։ Երբ։ Հա,